Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Սարոյան, ո՞նց ես։ Տեղդ խմել ես։ Ես խմի։ Հանգիստ տեղի, տպարանում ոչ մեկ չկա, ոչ մեկ չի իմացել, որ դու լավ չես զգում։ Գայանն էլ է գնացել։ Ինչ անեմ, կուզես զանգեմ բժշկին։ Բալես, արդեն սկսում էի անհանգստանալ, որ ուշացար։ Հա, մամջան, ես ուղղակի Հասկացա, Սարան արդեն ասել է, որ գնացել ես ընկերուդ հետ հանդիպման։ Հա, ընկերուս հետ հանդիպման էի գնացել, որոշեցինք մի քիչ քայլել։ Հյուրեր ունենք։ Գորին եմ հրավիրել։ Որոշել եմ միասին ճաշենք։ Երեխեք արդեն սկսել են իրենց ամուսնությունից խոսեն։ Լավ կլինի մի սեղանի շուրջ հավաքվենք ու հասկանանք, թե ինչ ենք անելու։ Սառան տանն է։ Չէ, տանը չի, բայց հիմա Գորի հետ կհասնեն։ Բալես հույս ունեմ, որ այս անգամ գոնե մեր հետ մի բան կուտես, չէ։ Խնդրում եմ։ Ես հասկանում եմ, որ դու տանջվում ես, բայց քեզ հյուծելով ոչինչի չես հասնի։ Գորին եմ հրավիրել, բայց քո սիրելի ուտեսներից եմ պատրաստել։ Լավ։ Մուննատ ջան, նորից բարև։ Բարև, դու աշխատանքի չես, ինչ ես եկես տեղ։ Դե այսօր առաջին օրս էր, շուտ վերջացրեցի, լավ չի։ Որ գիտեմ գրազ եմ կրվել, էլ ոչ մի բան լավ չի։ Եթե նորմալ ցանկություն ունենայիր, նենց կանեի, որ չէիր կրվի։ Թե չէ ինչ էր, ինձնից պիտի հեռու մնաս։ Ես կիսատ ընկերություն անել չեմ սիրում։ Իմ համար են սկզբունքն ամենաճիշտը, ամեն ինչ կամ ոչինչ։ Եթե պիտի կիսատ ընկերություն անես, տենց չի լինում էլի, չէ։ Չգիտեմ։ Ես ընկերությունից շատ բան չեմ հասկանում։ Նեղվել ես, որ կրվել ես գրազը։ Դե իրականում մի քիչ նեղվել եմ, հա, որովհետև յուրաքանչյուր պարագայում ես ծանր եմ տանում պարտությունը։ Բայց այս անգամ մի փոքր նաև ուրախ եմ, որովհետև դու աշխատանք ես կարողացել քեզ գտնել։ Չնայած կասկածում եմ, որ երկար կմնաս այդ աշխատանքի վայրում։ Կարող եմ ուզում ես մի հատ էլ այդ թեմայով գրազ գանք։ Չէ, շնորհակալ եմ։ Ես դեռ մտածում եմ, ես մի գրազի տակից ոնց եմ դուրս գալի, դու արդեն երկրորդն ես առաջարկում։ Լավ պրծանք։ Թե չէ ես էլ վստահ չէի ես մեկի վրա։ Մտածում էի ոնց պիտի կրեմ ես գրազը։ Իսկ կարող է ամեն դեպքում գրազ գանք։ Չէ, Ռեբեկա ջան, դու արդեն հրաժարվել ես։ Դու լավ, դե խնդրում եմ։ Չէ։ Դու շատ վտանգավոր ցանկություններ ունես։ Այս գրազում բախտս բերեց, բայց պապը ամեն անգամ փլավ չի ուտում, չէ։
Մաման զանգերից չի պատասխանում։ Հա, հանդիպում ուներ։ Խոսել ես հետը։ Չէ, չեմ խոսել, ուղղակի ասել էր, ես էլ լսել էի։ Չեմ էլ նկատել։ Ուղղակի շատ ուշ է։ Մամ, պապին երեխա չի։ Եթե մինչև հիմա տպարանում է, ուրեմն իրոք գործ ունի կարևոր։ Հետո եթե ինչ-որ մի բան լիներ, կիմանային Արմանն էլ է իր հետ։ Մամա, Մենք եկանք։ Բարև ձեզ։ Բարև Գորջան։ Սա ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Մենք էլ սեղանը պատրաստել ու ձեզ ենք սպասում։ Շատ ախորժալի հոտեր են տարածվել։ Հիմա եմ հասկանում գալուց առաջ ինչի չթողեց հաց ուտեմ մի կտոր։ մաման այսքան համեղ բաներ է պատրաստել։ Պատրաստվել է, որ դուք հաց ուտեք նոր գաք։ Համեցեք նստեք հիմա Ռեբեկան էլ կհասնի։ Բա պապին չի գալիս։ Չէ, նա կան ասաց ինչ-որ կարևոր հանդիպում ունի։ Հա? Հա, ճիշտ է։ Հանդիպում ուներ, ճիշտ է։ Նստենք։ Ես որ սոված եմ։ Համեցեք։ Ինչո՞ւ կատարվում։ Սարա, պապին իրոք հանդիպման է։ Բայց խնդրում եմ չհարցնես որտեղից գիտեմ։ Հետո կասա։ Հիմա արդեն գիտես ամեն օր որտեղ պիտի հաց ուտես։ Չէ, իհարկե շատ համեղ էր ամեն ինչ, բայց ես ավելի թեթև սննդի կողմնակից եմ։ Ափսոս։ Դե լավ, դու գնա տուն, հանգստացի, որ վաղը նորից աշխատանքի գնաս։ Դու քո աչքով տեսել ես ու հələ ծիծաղում ես։ Չէ, ես չեմ ծիծաղում, դեռ զսպում եմ ինձ։ Ռեբեկա ջան, օրինակ դու ինձ ինչի մի օր չես հրավիրում ձեր տուն։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Ընկերներ ենք, չէ՞, ասա Արամ ջան, մի օր արի մեր տուն քեզ մի բաժակ սուրճ հյուրասիրեմ։ Չէ, արի ֆիքսենք, որ իմ ու քո պատկերացումները ընկերության վերաբերյալ մի փոքր տարբերվում են։ Չէ, ես երևի նորից իմ ընկերության դասերը սկսեմ։ Հաջողություն Արամ ջան։ Արամ ջան։ Ուղղակի միամիտ ստացվեց։ Չէ, Արամ ջան, լուրջ։ Լեզվի սայթակում էր։ Ում համար լեզվի սայթակում, ում համար էլ Ինչ։ Հեչ, ոչ մի բան, Ռեբեկա ջան։ Դու գնա ներս, ես էլ գնամ տուն, շատ օգնացեմ։ Խեղճ տղա։ Ճիշտ է, գնա տուն, պարկի, հանգստացի, երկու շիշ քաբաբ ես սարքել, լրիվ հյուծվել ես։ Արամ ջան։ Արամ ջան։ Արամ ջան։ Հա, Էլկա։ Արման, Հա ջան։ դուք դեռ հանդիպման եք։ Հա, դեռ էստեղ ենք։ Ինչ կա։ Գորն է եկել մեր տուն, պապիկի հետ չեն կարողանում կապվել։ Հա, գիտեմ։ Մոտը շատ կարևոր մարդ կա, հիմա խոսել չի կարող։ Դու լավ ես, Փուչուր ջան։ Հա, ես լավ եմ։ Ուղղակի չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Դու գիտես, ես էմոցիաներս չեմ կարողանում զսպել։ Հիմա ուրախությունն ու վախը խառնվել է իրար, չգիտեմ ինչ անեմ։ Մի մտածի։ Մենք միասին դրա ելքն էլ կգտնենք։ Դու գիտես, չէ՞ որ ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Բայց խնդրում եմ, եթե ազատ ժամանակ լինի, անպայման պապիկին ասա թող մեկի հետ կապվի, լավ։ Լավ։ Էլկա։ Լավ, ես քեզ կզանգեմ Արման, հա, մարդ է գալիս։ Էլկա չես գալիս։ Գալիս եմ։ Լավ ես։ Էլկա, ես ճիշտ եմ հասկանում։ Այ, ես տենց էլ գիտեի։ Սար, բայց կամած չեմ ուզում Ռեբեկան լսի։ Լավ, հիմա ոչ մի բառ չեմ ասում, բայց հետո մանրամասն պատմելու ես։ Անպայման կպատմեմ։ Վայ, Էլկա, այնքան ուրախ եմ քեզ համար, չես պատկերացնի։ Բայց արի հիմա գնանք, որ մաման ու Ռեբեկան ոչ մի բան չհասկանան։
Լավ, գնացինք։ Ժամը քանիսն է։ Արդեն ուշ է։ Պիտի տուն գնամ։ Բայց կկարողանաս։ Շատ են զանգել։ Հա։ Անհանգիստ են։ Վերցրու հեռախոսս Նարինեին գրիր, որ հանդիպման եմ մի քիչ ուշ կգամ տուն։ Լավ, հիմա կանեմ։ Իսկ ուրիշ ինչ-որ բան կուզես։ Չէ։ Փորձեմ ուժ գտնել ներսս ու ոտքի կանգնամ։ Բայց բժիշկն ասաց, որ պետք է քեզ չծանրաբեռնես ու հիմնականում պարկած լինես։ Դու ինձ լավ գիտես, որ չեմ կարող։ Մի ժամ ավելի եմ մնում տանը խառնվում են իրար։ Դու պատկերացնում ես, եթե ես հիմա պարկ եմ։ Սարոյան, ես իհարկե հասկանում եմ, բայց այդպես արդար չի քո ընտանիքի անդամների հանդեպ։ Իրանք չգիտեն, թե ինչ է կատարվում քո հետ ու շատ բաներ չեն կարողանում հասկանալ։ Ես իհարկե հասկանում եմ քո արարքների տրամաբանությունը, բայց այ իրանք չեն հասկանում։ Ոչինչ։ Օրը կգա կհասկանան։ Այնպիսի բան չի, որ ընդմիշտ կարողանամ գաղտնի պահել։ Բայց քանի դեռ կարող եմ, ուրեմն գաղտնի կպահեմ։ Հազիվ սկսել են նորմալ ապրել։ Վերջապես խաղաղվել է ընտանիքս։ Ես չեմ կարող հիմա էլ իմ հիվանդությամբ ամեն ինչ խառնել իրար։ Բայց մտածում ես գաղտնի պահելով պետք է օգնես իրանց։ Դե կոնե չեմ խանգարի։ Ես իհարկե համաձայն չեմ քո հետ, բայց որոշումը քոնն է։ Որոշումը իմն է։ Սառը ջուր կտաս։ Հիմա բերեմ։ Ամեն ինչ շատ համով է, բայց ինձ պետք չի սենց երես տալ, որտեվ ամեն օր վեր կկինամ ու կգամ ձեր տունը հաց ուտելու։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Երբ սիրտդ կուզի, մեր տանդրները միշտ բաց են քո առաջ։ Գորջան, դու մտածում ես, որ մաման ամեն օր սենց համեղ բաներ է պատրաստում։ Ուղղակի այսօր դու եկել ես, դրա համար է պատրաստել է։ Էլկա։ Տրամադրությունը այսօր շատ բարձր է։ Լավ անցավ ընկերութետի հանդիպումը։ Դե այնպես չի, որ էլ կան սխալ բան ասում, բայց այնպես էլ չի, որ Նարինեն ընդհանրապես չի պատրաստում։ Դու էլ փորձում ես իրավիճակը շտկել։ Ես հասկացա, այս ամեն ինչը ձեզ ձեռնտու է, հենց ես գամ ձեր տուն, դուք էլ իմ հետ հավասար համով բաներ եք ուտելու։ Ես բացարձակ խնդիր չեմ տեսնում, երբ ուզում ես արի։ Ինչ որ վտանգավոր լավ հարաբերություններ են ձևավորվում, հա? Ես արդեն մտահոգվում եմ, գիտեք։ Գոր։ Ձյաննայից նորություն չկա։
Դիանային ինչի հիշեցիր։ Իսկ ինչի պետքա չհիշեմ։ Ժամանակին մոտ ենք եղել իրար հետ։ Բացի այդ, շուտով ընտանիք ենք դառնալու, բարեկամանալու ենք։ Ու համել իմացա, որ դատարանում իրեն շատ ճիշտ ա պահել։ Ու դատից հետո առանց որևէ բան ասելու գնացել ա։ Ես վերջերս քիչ եմ շփվում հետը, բայց որ խոսում ենք, ասում ա, որ լավ ա։ Իսկ ինչի ա գնացել։ Ինչ ես ուզում ասես, Ռեբեկա։ Ես հասկանում եմ, ինչ-որ բան ես ուզում ասես, ու դրա համար պետք չի հեռվից գաս։ Ասա, տեսնեմ ինչ ա եղել։ Հա, իրոք Ռեբեկա, ինչ ա կատարվում։ Ինձ թվում ա սրանից ավելի հարմար պահ չի լինելու, մամ։ Ես կրկնում եմ։ Եթե դու չասես, ես եմ ասելու։ Ու ինչ պետք է ասես։ Ասա։ Ռեբեկա։ Վերջ, Ապրես Արման ջան։ Սարոյան, կարող ա վաղը գնանք բժշկի։ Չէ։ Վաղը նոտարն է գալու, կտակի հետ կապված կարևոր գործեր կան, պիտի արվի, հետաձգել չեմ կարող։ Ամեն անգամ, որ այդ կտակից կամ չհասցնելուց ես խոսում, սկսում եմ վախենալ։ Լավ, ինչի ես մտածում, որ չես հասցնի։ Ինչ, դու այդպես չես մտածում։ Դե համենայն դեպս ես հույսս չեմ կտրում։ Իսկ իմ կյանքի փորձը ինձ սովորեցրել է, որ հույսը միշտ չի, որ ճիշտ ուղեկից է։ Հասկացիր, երբ հույս ունես, սկսում ես ինչ-ինչ բաներ հետաձգել, երազել, ծրագրեր կապել ապագայի հետ։ Իսկ կյանքը հիմա է, ներկայում։ Հա, բայց երբ հույս ունես, նշանակում է չես հանձնվում։ Երբ արդեն պարտությունդ հստակ է, արդեն կարևոր չի ճանապարհին հանձնվել ես թե չէ։ Եվ հետո ես հիմա իմ մասին չի, որ մտածում եմ, ոչ էլ իմ առողջության մասին։ Ինձ համար հիմա կարևորն է, որ ես ինչքան հնարավոր է քիչ հոգս ու ծանրություն թողնեմ աղջիկների ու Նարինեի ուսերին։ Սարոյան, կարող եմ մի բան հարցնել։ Հա, իհարկե։ Դու միշտ ինչ-որ բան անելուց առաջ 1000 անգամ մտածած ես լինում ու նոր անում ես։ Մենք ճիշտ է կարող է սկզբում չհասկանանք, բայց այ վերջում հասկանում ենք, որ այո, այդպես էր պետք ու դա էր ճիշտ։ Հիմա դու ինձ ասում ես, որ դու այնպես ես անում, որ հետոյի համար խնդիրներ չլինեն, բայց այ քո կտակը դու 3 թոռ ունես, 3 աղջիկ, բայց ամեն ինչ ուզում ես թողնես միայն մեկին։ Աղջիկները հիմա իրար հետ լավ են, քիչ թե շատ հարաբերությունները կարգավորվում են, բայց այ հետո ինչ կլինի, այ դա հարցական է։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, թե ինչի ես նման ձև անում։ Ինձ իհարկե կներեք, ես չեմ ուզում, որ մեր միջև լարվածություն լինի, բայց քանի որ մենք շուտով դառնալու ենք մեկ ընտանիք, պետքա բոլորս ազնիվ լինենք։ Ես շատ ժամանակ լռել եմ ու իմ լռելը բերել է ողբերգության։ Այս նույն իրավիճակը չի, բայց ամեն դեպքում մենք պետքա ազնիվ լինենք։ Հիմա որ խնդրեմ մեկդ կբացատրի իմանամ ես ինչա կատարվում։ Ես կբացատրեմ։ Իհարկե չի ուզի, որ ամեն բան էսպես ստացվեր, բայց Մամ, դու արդեն 1 ամիս է ինձ խոստանում ես, որ ասելու ես։ ես ու Դիանան մի քանի շաբաթ առաջ շատ ծանր ու երկար խոսակցություն ունեցանք։ Այդ խոսակցության ժամանակ շատ բաներ ասեցինք իրար։ Շատ բաներ իմացանք ու բացահայտեցինք։
Բաներ լսեցինք, որ այդքան էլ հաճելի չէին։ Ես իհարկե էլի կլռեի ու չէի խոսի այս մասին, եթե իմ Սարայի հարցը չլիներ այստեղ։ Իմ։ Ռեբեկան ճիշտ է։ Սխալ է իրարից գաղտնիքներ թաքցնելը։ Ես իհարկե չէի ուզի խոսել այս մասին, որովհետև այս պատմությունը արդեն անցած պատմություն է ու այս պատմությունը բոլորի սրտում շատ խորը հետք է թողել։ Խոսքը Էմիլի սպանության մասին է։ Բայց այդ թեման տենց էլ չբացահայտված մնաց, չէ՞։ Ասացին, որ ապացույցներ չկա, ինքնասպան է եղել։ Իմ պատճառով։ Հիմա հասկանում ես, թե ինչի չի կարելի լռել։ Էմիլի ինքնասպան չի եղել։ Էմիլին սպանել են։ Բայց դա դիտավորություն չի եղել։ Պատահականություն է եղել։ Դու որտեղից գիտես։ Ձյանան ասել։ Այսինքն Ջանը գիտեր այդ մասին։ Ձյանան է սպանել Էմիլին։ Նորից եմ կրկնում։ Պատահաբար է եղել։ Սարոյան, ուղղակի ուզում եմ հասկանամ, ասա ինձ հասկանամ, թե ինչի ես սենց անում։ Ես գիտեմ, որ իմ որոշումը շատ հարցեր ու բողոքներ կառաջացնի։ Այնուհանդերձ ես խորապես համոզված եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Իհարկե ինձ կներեք, ես իրավունք էլ չունեմ այս մասին խոսելու, բայց ուզում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իմ ժառանգը Նարինեն է։ Բայց երկուսս էլ շատ լավ հասկանում ենք, որ այդ ամբողջ ունեցվածքը ես չեմ կարող թողնել մեկի ուսերին։ Նարինեն շատ թույլ մարդ է, ու ես չեմ կարող ասել, թե հերթական դեպրեսիայի ժամանակ ինչ կարող է անել։ Ռեբեկան անկայուն բնավորություն ունի։ Այսօրվա բարեկամը կարող է դառնալ վաղվա ոխերիմ թշնամին, կամ հակառակը։ Նա երբեք չկարողացավ սառը գլխով դատողություններ անել ու որոշումներ կայացնել։ Իսկ ինչ վերաբերում է Էլկային, նա դեռ շատ փոքր է նման ծանր բեռի համար։ Միակ մարդը իմ ընտանիքի, ով կարողանում է սառը դատել եւ ունի արդարամտություն, դա Սառան է։ Շատ շատերի մոտ խնդիր կառաջանա իհարկե, թե ինչի ես իմ տանը մեծացած երեխաներից եւ ոչ մեկին չեմ թողնում ոչինչ, իսկ բոլորովին վերջերս հայտնված Սառային տալիս եմ ամեն ինչ։ Ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ ես ճիշտ որոշում եմ կայացրել։ Եվ համոզված եմ, որ Սառան ինձ հուսախաբ չի անի։
Հա, համաձայն եմ։ Սառան շատ արդարամիտ ու խելացի աղջիկ է։ Սա ընդամենը ժառանգություն է։ Ընդամենը ժառանգություն է, որը եթե տնօրինի Սառան, ես համոզված եմ, որ բոլորին էլ ճիշտ չափաբաժին կհասնի։ Ու սա ընդհանրապես կապ չունի այս սիրո հետ, որ ես տածում եմ բոլորի հանդեպ, բոլորի անխտիր։ Առաջին հայացքից հարցեր առաջացնող որոշումս հավատա, որ շատ մտածված ու շատ տրամաբանված է։ Այ հիմա հասկանում եմ ձեզ։ Իրոք ճիշտ եք։ Մնում է, որ ընտանիքի անդամներն էլ հասկանան ձեզ։ Ես մեծ հույս ունեմ, որ կհասկանան։ Այսինքն ստացվում է Էմիլին Ձյաննան է սպանել։ Վիճել են գոր։ Հրել են իրար ու հավանաբար Էմիլի ոտքը սայթակել է, բայց Էմիլի փոխարեն կարող էր Ձյաննան լինել։ Այս անցած պատմությունը։ Բայց այնց պատմությունը, որի պատճառով Սառային են մեղադրում։ Ու մինչև հիմա, ինչքան հասկացա, մտածում են, որ Էմիլը քո պատճառով է ինքնասպան եղել։ Եկեք անկեղծ լինեմ ու ասեմ, որ Էմիլի նմանի մահը ոչ ափսոսանք առաջացնում, ոչ էլ ցավ։ Բայց դու, Սառ, պետք է իմանաս, որ դու այդ պատմության հետ ոչ մի կապ չունես։ Դու որտեղից գիտես, Ռեբեկա։ Ձայնագրություն եմ լսել։ Ինչ ձայնագրություն։ Ես ձայնագրել էի խոսակցությունը։ Մտածում էի, որ ոստիկանություն կտանեմ։ Բայց ոնց դուք ասացիք, անցած պատմությունը։ Դիանան էլ է հաստատ շատ տանջվել, վատ զգացել։ Դրա համար պետք չի դիմել ոստիկանություն։ Եթե անգամ անցած պատմություն չլիներ, ոստիկանություն չէր դիմի։ Ինչի։ Ձյանան հղի է։ Ինչ։ Հա, հղի է։ Հենց այդ օրն ենք իմացել։ Մի րոպե։ Այսինքն, եթե Ձյաննան հղի է, ուրեմն մամա Ձյաննան պապայից է հղի։ Հավատս չի գալիս։ Ես հասկանում եմ, որ այս ամենը ձեզ համար շատ շոկային է։ Բայց ես չեմ ուզում ու թույլ չեմ տալիս, որ հիմա սկսենք դատել Ձյանային։ Ես իհարկե չէի ուզի, որ այս խոսակցությունը հենց այսօրով լիներ, որովհետև այստեղ ենք, որ խոսենք Սառայի ու Գորի մասին։ Իհարկե այս խոսակցությունն էլ էր խուսափելի։ Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի, որ Միսակն ու Ձյանան կապի մեջ են եղել։ Ու ենթադրում եմ, որ հղիության մասին լուրն էլ պիտի որ սպասելի լիներ։ Այս ամենը ամենաշատը ինձ ա ցավ պատճառում, ինձ ա տխրեցնում։ Բայց ես ուզում եմ իմանաք, որ անկախ ամեն ինչից ես Ձյանայի հետ կապի մեջ եմ։ Մամա, ինչ ես խոսում։ Ոնց ես կարողանում, մամա։ Ես ես չեմ ասում կամ չեմ ստիպում, որ այս հարցի շուրջ որևէ վերաբերմունք ունենաք։ Բայց ուզում եմ մի պահ բոլորս մեր էմոցիաները մի կողմ դնենք ու հասկանանք, որ այս պատմության մեջ կա մեկը,
ով որևէ կերպ չպիտի տուժի։ Դա այն երեխան է, ով դեռ նոր պիտի ծնվի։ Գորջան, ես հասկանում եմ, որ դու հիմա շատ վատ վիճակում ես։ Որոշ հանգամանքներ հաշվի առնելով չես շփվում քրոջդ հետ։ Բայց հիմա ինքը բոլորիս կարիքն ունի։ Անկախ ամեն ինչից, ինչ որ պահի մենք ընկերներ ենք եղել ու ես գիտեմ, թե ինչքան է երազել երեխա ունենալու մասին ու չի կարողացել։ Դա իր միակ երազանքն ու ցավն է եղել։ Երևի չիրականացած երազանքները հատկություն ունեն մարդու սիրտն ու հոգին կարծրացնելու ու մարդիկ ասում ու անում են բաներ, որոնք թրի նման կարող են խոցել։ Ինչ որ մեկին երազանքը ապրեցնում է, ինչ որ մեկին էլ կործանում է, եթե չի իրականանում։ Հիմա վերջապես Ձանան պիտի երեխա ունենա։ Ու մենք պիտի իր կողքին լինենք, պիտի օգնենք։ Եկեք մի պահ մի կողմ դնենք, թե ումից, ինչի համար։ Մի կողմ դնենք ճիշտն ու սխալը ու վերջապես հասկանանք, որ նոր կյանք է ձևավորվում։ Ես օգնում եմ Ձանային, բայց ինքը երբեմն չի էլ ընդունում։ Եթե Աստված որոշել է, որ պիտի օրհնի Ձանային, ուրեմն մեզնից եւ ոչ մեկը, սկսած ինձնից, իրավունք չունի դատելու ու դատապարտելու։ Կարող է ամեն դեպքում գնանք բժշկի։ Չէ, մի քիչ գլուխս պատտվեց, նորմալ է, լավ է։ Սարոյան, կարող է վաղը տպարան չգաս։ Ես քեզ կարող եմ իմ տուն հրավիրել, այնտեղ կմնաս, չես աշխատի, կհանգստանաս, համ էլ տանեցիները հարցեր չեն տա։ Պետք չի ինձ համար այդքան անհանգստանալ։ Ճիշտ է, կարող է ինձ երկար կյանք չեն խոստացել, բայց ես այդքան շուտ չեմ պատրաստում հեռանալ այս աշխարհից ու ամել ձեզնից։ Գնանք տուն։ Կգնանք։ Սարոյան, մի բան կա, որ կուզեմ իմանաս։ Ասա, լսում եմ։ Ես ու Էլկան այսօր խոսել ենք ու հաշտվել ենք իրար հետ։ Չգիտեինք, որ այդպես կստացվի, բայց հաշտվեցինք։ Ճիշտ է, որոշել էինք, որ ոչ մեկի չասենք, բայց ես չեմ կարող ձեզ չասել։ Որովհետև չեմ ուզում մտածեք, որ ձեր մեջքի հետևում ինչ-որ բան է կատարվում։ Որ զանգեցիր, այդ ժամանակ իրար հետ էինք։ Ինքը չգիտի, որ ես ասելու եմ քեզ, ես էլ չգիտեի, Բայց ինչի ես հարթարանում, ես շատ ուրախ եմ։ Հա, դուք ուրախ եք, բայց օրինակ Ռեբեկան այդքան էլ չի ուրախանա այդ մտքից։ Դրա համար մենք որոշել էինք, որ ոչ մեկ պետքա չիմանա, բայց չէի կարող ձեզ չասել։ Չէի ուզում, որ իմ կամ Էլկայի վարքի մեջ ինչ-որ բան նկատեիք, որ կարող ձեր մտքում կասկածներ առաջացներ։ Դու ինձ վստահում ես ու այդ իմ համար շատ կարևոր է։ Ավելի կարևոր է, քան կարա ինչ-որ մեկը պատկերացնի։ Այ հիմա իսկապես հանգիստ խղճով կարող ենք գնալ տուն։ Գնամ մեքենան մոտեցնեմ։ Գիտեմ նաև, որ դու և Էլկան շատ եք սիրում իրար։ Մեր պատմությունը մի քիչ ուրիշ է։ Ձեր հարաբերությունները դուք ինքներդ պիտի ճշտեք։ Բայց ես հիմա մի բան եմ ուզում խնդրել քեզ ու ինչու՞ չէ նաև պահանջել։
Ասա որ կլինես իմ ընտանիքի կողքին մինչև վերջ։ Քեզնից ավելի հարազատ ու քեզնից ավելի մտահոգ մարդ ես չեմ գտնի։ Իմ ամենաթանկը, իմ ընտանիքը ես ուրիշ ոչ ոքի չեմ կարող վստահել քեզնից բացի։ Ասա որ կանես խնդրանքս։ Կանեմ։ Բայց դու էլ նենց մի խոսիր, որ ես վերջն է։ Էդ էլ իմ խնդրանքն է։ Կլինի։ Կլինի։